Մենք այս պահին ուղիղ եթերում կուզեմ նախ օրվա խորհրդի համաձայն նշեք ինչն է ձեր համար այսօրվա խորհրդի ինչ նշանակություն ունի։ Կարևորը այն է, որպեսզի հիշենք, պահանջենք եւ բացի դա միասնաբար կարողանանք հասնել այն կետին, որ այլևս չկրկնվեն նման ցեղասպանական գործողություններ եւ ի վերջո հայը պիտի գնա դեպի ոսկեդար, դեպի վերածնունդ եւ կոչ ունեմ ուղղված աշխարհի հայությանը։ Ինչ կոչ է։ Հայի հայկականացման նոր ժամանակը խորագրի ներքո է այդ կոչը։ Հիմա կասեմ, ես ինքս ապրելով Հայաստանի Հանրապետությունում, լինելով ՀՀ քաղաքացի, կարևորելով գիրն ու գրականությունը, պարզորոշ հասկացել եմ մի բան, որ եկել հասել ենք այն ժամանակաշրջանում, որ մեր միասնությունը շատ կարևոր է հատկապես այս իրավիճակում եւ անթույլատրելի եմ համարում ցանկացած գործողություն, որը հայի դեմ է եւ Հայաստանում ապրող, բնակվող ոչ մի քաղաքացի անկախ սեռից, տարիքից, պաշտոնից իրավունք չունի հայոց ցեղասպանության հետ կապված շղթողական քաղաքականություն վարել եւ թույլ տվեք մի բան մեջ բերեմ Արտակ Շաքարյանի գրքից մի դրվածք հայոց ցեղասպանություն փաստարկների վերաբերյալ 2015 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 3 միլիոն դոլարով Էրդողանը եւ թուրք կառավարությունը ստեղծել էր մի հանձնաժողով, որի միջոցով փորձում էին ցեղասպանական ժխտողական քաղաքականություն վարել իրենց պատմաբանների, իրենց դոկտոր պրոֆեսորների միջոցով եւ հասան այն կետին, որ այդ ժամանակաշրջանում Բարակ Օբաման չարտասանեց ցեղասպանություն բառը։ Այսինքն թուրքը վարում է ճիշտ դիվանագիտություն, ես կարծում եմ հիմա հերթը մերն է, հերթը հային է, որպեսզի ինքն էլ հասկանա եւ կոչս ամբողջ աշխարհի հայությանը։ Եթե մենք 10 միլիոն հայ ենք մնացել, ապա պետք է հասկանանք, որ այսօր կանգնած ենք շատ լուրջ վտանգի առաջ։ Խնդրում եմ ձեզ հորդորում պահանջում, որպեսզի դուրս գաք վիրտուալ տիրույթի տգիտություններից, հիմարություններից, հիվանդագին կյանքից եւ եկեք հասկանանք, որ մենք իսկապես ունենք լրջագույն վտանգ եւ ում են պետք միլիոնները եւ դուք վաստակում եք արտասահմանում բնակվելով, երբ մեր աչքի առաջ Վատիկանում փորձում են փոխել մեր պատմությունը։ Աշխարհի հայությանն եք դիմում, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները բարձր մակարդակով վարչապետի արտաքին գործերի նախարարության մակարդակով հայտարարում են, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում առաջնահերթություն չէ։ Դե հենց դա եմ ասում, ես նոր քիչ առաջ նշեցի, որ ոչ մեկ իրավունք չունի ժխտողական քաղաքականություն վարել եւ դրա համար կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայությանը, որպեսզի անում են ամեն դեպքում իմ ասածն դա է, որ եթե դուք հայության եք կոչ անում, մեր երկրի ներսում մեր իշխանավորները այդ կոչերով հանդես են գալիս։ Բայց մենք միայն Հայաստանում չենք հայերով, նաեւ դրսում կան հայեր։ Եվ ամենակարևորը հասկանալն է, որ ի վերջո մենք ինչ ենք ուզում, եթե մենք ուզում ենք, որ ունենանք հզոր երկիր, գնանք դեպի վերածնունդ, դեպի ոսկեդար, որպեսզի երկրորդ ծիծեռնակաբերդ չունենանք, դրա համար պետք է պայքարենք, պետք է միասնաբար լինենք։ Օրինակ պատկերացնում եք պայքարը։ Ես բնականաբար պայքարը տեսնում եմ ազգայինի զարգացման մեջ երիտասարդների միավորելու, որովհետև այսօր երիտասարդը հավատը կորցրել է եւ երիտասարդը կհավատա այն ուժին, ով կփորձի իսկապես ազգայինը տարածել, ով կմտահոգվի հայ ժողովրդի խնդիրներով։ Իսկ վերջին շրջանում կներեք, բայց ես չեմ տեսել, որ շատերը լրջորեն մտահոգվեն նույն քաղաքական գործիչները հայ ժողովրդի խնդիրներով։ Ասեք, դրոշներ այրելու այդ ընթացքը ամեն տարի կատարվում է ավանդական ջայրով երթի ժամանակ, մինչև մեկնարկը այս անգամ Նիկոլ Փաշինյանը այն դատապարտել է սադրիչ քայլ է համարում, ճանաչված պետություն է ասում է Թուրքիան եւ Ադրբեջան, այն էլ մեր հարևան պետությունն է, ինչպես որպես երիտասարդ եք ուզում, ինչպես դուք կմեկնաբանեք, սա իսկապես սադրիչ է, որտեվ երիտասարդներ ովքեր այրում են, ասում են, որ սա իրենց ցասումն է, իրենց պայքարի ոգին, պայքարի ձայնն են Շատ բարի, քանի որ տեղի ունենում խաղաղության կեղծ դարաշրջան հասկացողությունը եւ այդ խաղաղության կեղծ դարաշրջանի շրջանակներում բնականաբար նա պիտի այսպիսի քաղաքականություն վարի։ Մենք պիտի դա բարձրորոշ կերպով հասկանանք, բայց եթե այս ժողովուրդը արթուն է, սթափ է, գիտակից է, բնականաբար պիտի պայքարի դրա դեմ։ Ես ինքս փորձում եմ դեպի Նժդե նախաձեռնության շրջանակներում երիտասարդին տանել դեպի Նժդե, ավելի մոտեցնել մեր արմատներին, դպրոցներում կազմակերպել եմ նմանատիպ միջոցառումներ եւ ուզում եմ որպես եզրափակիչ խոսք ասեմ երկու բան։ Դրոշների հետ կապված օրինակ ձեր կարծիքը ինչպիսին է, ինչու է դատապարտում է, որովհետև նա թուրքին հարի քաղաքականություն է վարում։ Խնդիրը սրա մեջ է, որտեղ մենք տեսանք եկան տարբեր լրագրողներ Թուրքիայից, մեր բյուջեի հաշվին 1 միլիոն եւ ավելի գումար վճարեցին եւ նրանք էլ էին անգամ զարմացել, թե ինչ է խոսում նա, որովհետև բաներ կար, որ ինքը տեղյակ չէր, նույն ռազմագերիների հետ կապված եւ այլն, իբր թե էլի ցույց տվեց, հետո ասեց, որ մենք զբաղվում ենք, բայց մենք չենք տեսել, որ կառավարությունը զբաղվել է, բնականաբար դա համարում եմ սխալ քայլ, դա համարում եմ թուրքական քաղաքականություն եւ դա բնականաբար մերժելի է եւ անհանդուրժելի է ցանկացած գիտակից հայի կողմից։ Եվ նրան միացան բնականաբար իր թիմակիցները, որոնք
եկեք ընդունենք մի բան, որ ազգանունով հայ լինելով պայմանավորված չէ, պիտի նաև արմատներով եւ էությամբ ու արյամբ լինես հայ։ Իրենք են ուղղակի մեզ այս պահին ներկայացնում որպես պետության դեմք, իրենք են։ Մեր խոսքը ներկայացվում է բարձր ամբիոններում։ Դա մեր ցավն է, դա մեր խնդիրն է, որ այսօր ունենք եւ պիտի հասնենք այն կետին, որ վերջապես հայ ժողովուրդը տեսնի ազգասեր ղեկավարի։ Ես հավատում եմ, որ այդ վերածնունդը գալու է, որովհետեւ հայը ուժեղ է, հայը խելացի է, հայը արարող է։ Ես եմ դու մյուսն են հայը եւ մենք պետք է տեր լինենք մեր երկրին եւ այդ խոսքերը պետք է լինեն իսկապես ի սրտե, ոչ թե ուղղակի։ Եվ ինչպես ասում էր Պաուլ Սևակը, աշխարհում ով մոռանա, ջուղթ աչքով թող քորանա։ Այդ ցեղասպանությունը որպես խոսքից եզրափակում ջայրով երթը 3 ապացույց էր, որ երիտասարդի մեջ վառվում այդ կրակը, բոցը։ Պետք է մենք հրդեհենք, միասին լինենք, միասնաբար, որպեսզի մենք օգնենք երիտասարդին, որտեղ նա ունի մեր կարիքը, մենք իրեն, որտեղ ոսկե երիտասարդությունն է մեր վաղվա օրը, դա պետք է գիտակցենք։ Ամենակարևորը։ Ձեզ նույնպես։